Երևան եկած էին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Աբդսալամ, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շարլ Միշել եւ Մուսա Ֆակի Մուհամմադ։ Հյուրերը վարչապետ Փաշինյանին փոխանցած են փետրվար 4-ին Աբու Դաբիի մեջ կայանալիք Զայեդ մրցանակի արարողության մասնակցելու հրավերը։ Պետության ղեկավարը նշած է, որ իրեն համար մեծ բադիվ է արժանանալ Զայեդ անվան մրցանակին, ավելցուցած, որ այս գործընթացին ամենայն կարևոր թերը ունեցած է Հայաստանի ժողովուրդը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մեջ մասնակցեց արտասահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը խորակիրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սրբիո նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Թուրքիո եւ Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահը իր խոսքին մեջ անդրադարձավ դարաձաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության հաստատման կարևոր թերակատարության հարավային Կովկասի երկիրներու տնտեսական զարգացման, ինչպես նաեւ արևելք-արևմուտք հաղորդակցության ապահովության եւ տնտեսական ազատ համագործակցության դեսանգյուն է։ Շեշտված է, որ խաղաղ եւ գայուն հարավային Կովկասը կրնադառնալ կարևորագույն հանգույցը Եվրոպայի եւ Ասիո միջև, ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։ Նախագահ Խաչատուրյան երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի նախագահին, Իրաքյան Քուրդիստանի վարչապետին հետ։ Զրույցի ընթացքին անդրադարձ կատարված է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, թրիփ նախագծին, նաև երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներում։ Դավոսի մեջ համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մեջ Իլհամ Ալիև Euronews-ին տված հարցազրույցի մեջ հայտարարած է, որ հարավային Կովկասը կմտնի զարգացման նոր շրջանը։ Մենք խաղաղության պայմաններում մեջ կապրինք ընդամենը 5-6 ամիս է, մեր անկախության պատմության ընթացքին երբեք խաղաղության մեջ չենք ապրած։ Սա հրաշալի հնարավորություններ կբանա, շեշտած է Ադրբեջանի նախագահը։ Անհամոզմունք հայտնած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ հասարակության համատեղ ջանքերով հնարավոր պիտի լահացնել ոչ թե երկարաժամկետ, այլ մշտական խաղաղության հարավային Կովկասի մեջ։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարած է, եթե Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերեն, մոդաբակային խաղաղության պայմանագիրը կրնա ստորագրվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ելույթ ունեցած է Դավոսի մեջ կայացած համաշխարհային տնտեսական համաժողովի մեջ հայտարարելով, որ իրենք չեն կրնար ընդունել ուժեղակույնի օրենքը եւ դատաբարտած Միացյալ Նահանգներու կողմեն աջող գադաղի մրցակցությունը։ Այս մասին հայտնել Euronews Եվրոպան պետք չէ դադանի իր շահերը պաշտպանելու գործին մեջ եւ կրնա գիրառել իր դրամատրության տակ եղած գործիքները, ըսած է Մակրոն։ Ան իր ելույթի մեջ դատաբարտած է Ամերիկայի կողմեն աջող գոշտ մրցակցությունը, ասելով, որ ադոր նպատակն է թույլատրել եւ Միացյալ Նահանգներուն ենթարկել Եվրոպան։ Մինչ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ սպառնացած է պատժել Իրանը, եթե այնտեղ են փորձեն սպանել զինք։ News Nation-ին տված հարցազրույցի մեջ Թրամփ հայտարարած է, որ այս բարակային ինքը շատ հստակ հրահանգներ տված է չնչել անոնց երկրի երեսեն։ Ավելի գանուխ Իրանի զինված ուժերու գլխավոր շտաբի ներկայացուցիչ զինվորական Աբդուլ Ֆազել Շաքարջին հայտարարած էր, որ Թեհրանի մեջ մեծ նշանակություն չեն դար Թրամփի սպառնալիքներուն, իսկ Իրանի ղեկավարության դեմ Ամերիկայի որևէ ռազմական գործողություն անպատասխան չի մնար։ 18 հունվարին Թրամփ Պոլիտիկոյին տված հարցազրույցին մեջ հայտարարած էր, որ եկած է Իրանի մեջ նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը։ Ավելի գանուխ Թրամփը զսկուշացուցած էր Իրանի դեմ գոշտ միջոցներու մասին երկրեն նեսլայնաձևալ անկարգություններու ճնշման ի պատասխան։ Օտանավը, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Դավոս կմեկներ մասնակցելու համաշխարհային տնտեսական համաժողովին, թրիչկեն գարջ ժամանակ անց վերադարձած է Վաշինգտոնի մոտ գտնվող Andrews օտագայան։ Ըստ Սպիտակ Դան, այդ տեղի ունեցած է փոքր էլեկտրական խնդիրի պատճառով, այս մասին հաղորդել է Reuters։ Boeing 747-ն Թրամփը տեղափոխված է Boeing 757 օտանավ, որմով մեկնած է Դավոս առաջին թրիչկեն մոտ 2 ժամ անց։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ լավ հեռախոսազրույց ունեցած է թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կդեղեկացնի Reuters, այս մասին անասած է լրագրողներուն հետ զրույցին։ Թուրքիո նախագահի գրասենյակեն նույնպես հայտնած են հեռախոսազրույցի մասին։ Նշված է, որ Էրդողան եւ Թրամփ քննարկած են իրադրությունը Սուրիո մեջ եւ Գազայի հատվածին։ Հեռախոսազրույցի մեջ Էրդողան նշած է, որ ուշադրությամբ կհետևի Սուրիո մեջ զարգացումներուն եւ Սուրիո միասնությունն ու դարածքային ամբողջականությունը կարեւոր են Թուրքիո համար։ Երկու նախագահները քննարկած են նաեւ իսլամական պետության թեմ պայքարը։ Թրամփ եւ Էրդողան զրույցի ընթացքին անդրադարձած են Գազայի հատվածի իրավիճակին։ Էրդողան Թրամփին ասաց է, որ Թուրքիան պիտի շարունակի աշխատանքը Ամերիկայի հետ համագարկմամբ այնտեղ խաղաղության հասնելու համար։ Էրդողան նաև շնորհակալություն հայտնած է Թրամփին իրեն խաղաղության խորհրդի գազմին մեջ հրավիրելու համար։
Սպանիոյ մեջ շոքեգարքի վթարի երկրորդ թեփքը արձանագրված է։ Բարսելոնայի մոդերը շոքեգարքը զարնված է երկաթ քիծի վրա փլուզված բադի փլատակներուն։ Վթարի հետևանքով վարորդը զոհված է եւ եւս 37 մարդ վիրավոր է։ Անոնց մե 5-ին վիճակը ծանր է, կհայտնի BBC-ն։ Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայություններուն տվյալներով բադը քանդված է նախորդ օր տարածքի մեջ տեղացած ուժեղ անձրևներու պատճառով։ Երկու միջադեպերու հետ կապված քննությունը կշարունակվի, իշխանությունները կաշխատին բարձել իրադարձություններու բոլոր հանգամանքները։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։